Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի կողմից շնորհավորում եմ հայ ժողովրդին Սարդարապատի ճակատամարտի վճռորոշ հաղթանակի կապակցությամբ։ Մայիսի 28-ը ոչ միայն անցյալի արժևորման, այլև այսօր հետևություններ անելու պայքարի ճիշտ ռազմավարություն ընտրելու օրը։ Ինչ տեղի ունեցավ 107 տարի առաջ։ Արևմտյան Հայաստանում ցեղասպանությունից հետո ոգևորված աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններով թուրքական կանոնավոր զորախմբերը մի քանի ուղղություններով ներխուժեցին Արևելյան Հայաստան, փորձելով վերջնականապես բնաջնջել հայ ժողովրդին եւ իսպառ փակել հայկական հարցը։ Բայց Թուրքիան հաշվի չէր առել մի կարևոր հանգամանք։ Ժամանակի հայկական էլիտան, քաղաքական վերնախավը Արամ Մանուկյանը, հոգևոր հայրերը գիտակցեցին, որ եթե չկանգնեցնեն թուրքական կանոնավոր զորքերի ընթացքը, հայ ժողովուրդը կարող է այլևս գոյություն չունենալ։ Եվ տեղի ունեցավ մեծ շրջադարձ։ Մի քանի ճակատներում, Սարդարապատում, Բաշաբարանում, Ղարաքիլիսայում, Շիրակում կասեցվեց թշնամու ընթացքը։ Հետ շպրտվեցին թուրքական զորախմբերը, թշնամին չհասավ իր նպատակին։ Արդյունքում հայոց ազգային խորհուրդը իրեն հռչակեց հայկական գավառների միակ եւ գերագույն իշխանությունը։ Տեղի ունեցավ դարերով սպասված հրաշքը։ Վերականգնվեց հայոց պետականությունը։ Հիմք դրվեց Հայաստանի առաջին հանրապետությանը։ Հետևաբար մայիսի 28-ը ինչ որ ճակատամարտում հաղթանակի օր չէ։ Մայիսի 28-ը պատմությունը բեկելու, մեր մահվան դատավճիռը չեղարկելու, մեր ժողովրդի կամքի միասնության պայքարով սեփական ապագան որոշելու խորհրդանիշը։ Մայիսի 28-ը ապացույց է, որ պարտությունը կարող է շրջվել հաղթանակի, եթե կա միասնություն, կա նպատակ, կա ազգանվեր առաջնորդություն։ Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք կրկին ճակատագրական շրջադարձի առջև ենք։ 1918 թվականի մայիսը սովորեցրեց մեզ, որ ճակատագիրը կերտում են նրանք, ովքեր չեն ենթարկվում վախին, թուլությանը, թշնամու հրահանգների։ Սարդարապատի հերոսամարտը ծնվեց ոչ միայն զորահրամանատարների որոշումով, այլև ժողովրդական ընդվզումով հանուն ազգի հրկությամբ։ Այո, մենք այսօր պարտություն ենք կրել։ Այո, ցավը եւ կորուստը շատ մեծ է։ Բայց այն ազգը, որն ունի Սարդարապատ եւ ապրում է այդ ոգով, չի կարող հանձնվել եւ չի հանձնվելու։ Ինչպես 107 տարի առաջ, հիմա էլ դաշնակցության նպատակը իշխանությունը չէ, այս կամ այն ուժին հաղթելը չէ, մեր նպատակը հայ ժողովրդի հարատևումն է, մեր ազգի ապագան է, մեր ազգի ինքնության պաշտպանությունն է։ Մենք ունենք առաքելություն ոչ թե բաժանելու, այլ միավորելու, ոչ թե հույսը մարելու, այլ հավատը վերականգնելու եւ ուժեղ Հայաստան կառուցելու։ Հայաստան, որն ապրում է խաղաղության մեջ, բայց եւ պատրաստ է պաշտպանել իրեն։ Հայաստան, որ առաջնորդվում է ազգային շահերով եւ տեր է իր ազգի հավաքական իրավունքներին։ Հայաստան, որ վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմությամբ եւ վճռական իր ապագայի հարցում։ Հայաստան, որի հիմքը արդարությունն է, արժանապատիվ կյանքը եւ ազգային ինքնությունը։ Սիրելի հայրենակիցներ, դաշնակցությունը որպես ազգային անկախության գաղափարի կրող եւ իրագործող քաղաքական ուժ 1918 թվականին կազմակերպեց, համախմբեց ժողովրդին, պաշտպանեց հայրենիքը, ստեղծեց պետականություն։ Այս է մեր առաքելությունը նաեւ այսօր։ Այո, մենք ծանր մարտահրավերների առջև ենք։ Արցախը օկուպացված է, պետականության հիմքերը խալխլված։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում։
բայց մենք չենք համակերպվել եւ չենք համակերպելու։ Մեր պատմությունը, հատկապես մայիսի 28-ը, ես սովորեցնում է, որ հենց դժվարությունների պահին է բացահայտվում մեր ներքին ուժը, որ մենք կարող ենք պարտվել, բայց պարտությունը վախճան չէ։ Այն հազարամյակների մեր պատմությունը պատմության ընդամենը մեկ էջ է, որը մենք կարող ենք եւ պարտավոր ենք շրջել։ Ի վերջո, ազգերի ճակատագիրը որոշում է ոչ թե նրանց կրած պարտությունները, այլ դրանից հետո վերականգնվելու կամքը։ Սիրելի հայրենակիցներ, այսօր այստեղ մեր հիշողությունների եւ հերոսական հաղթանակների տաճարում մենք պետք է խոստանանք, հաղթել ոչ միայն սահմանին կանգնած թշնամուն, ոչ միայն երկրի դարպասները ներսից թշնամու առաջ բացող դավաճաններին, այլ ամենակարևորը ինքներս մեզ, մեր հուսալքությանը, մեր անվստահությանը եւ մեր անտարբերությանը։ Մայր հայրենիքը առավել քան երբևէ այդ հավատքի, այդ ուժի կարիք ունի։ Այս պայքարում մեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր է։ Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը որոշվելու է առաջկա ամիսներին։ Ինչպես 107 տարի առաջ, այնպես էլ այսօր մենք գիտակցում ենք պահի լրջությունը։ Պատրաստ ենք այդ պայքարում ներդնել մեր ողջ ներուժը։ Այս պայքարում կա հաղթելու մեկ ճանապարհ՝ վերստին վերականգնել Սարդարապատի վճռականությունն ու համախմբումը, հանուն մեր պետականության, անկախության, ինքնության պաշտպանության։ Միայն այդ դեպքում մեզ կընդունեն աշխարհում, կհարգեն եւ մեզ հետ հաշվի կնստեն։ Ի վերջո Սարդարապատը ապացուցեց, որ գոյության պայքարում վճռականությունը, համախմբվածությունը ու ազգային ինքնագիտակցությունը կարող են հաղթել ցանկացած երազանցող թշնամու։ Սարդարապատը մեզանից պահանջում է ոչ միայն խոնարհում, այլ նաև պայքար։ Սարդարապատում զոհվեցին հանուն հիշատակի, զոհվեցին հանուն ապագայի։ Եվ այսօր այդ ապագան կրկին մերը դարձնելու համար մենք պարտավոր ենք վերականգնել Սարդարապատի ոգին մեր խոսքով, գործով ու պայքարով։ Այո, մենք կանգնած ենք քաղաքական Սարդարապատի շեմին։ Ուրեմն Սարդարապատը միայն հիշողություն չէ, այլև քաղաքական ուղեցույց։ Այսինքն ժամանակն է Սարդարապատի ոգին դառնա քաղաքական շարժում, ռազմավարություն, հաղթանակի հիմք, ներկայում եւ ապագայում։ Իսկ բոլոր նրանք, ովքեր փորձեն կոտրել Սարդարապատի ոգին, կոտրվելու են հենց իրենք։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի ներկաներ, հիմա այստեղ ենք, հիմա նայում ենք Արարատին եւ ես ձեզ ասում եմ. մենք կարող ենք, քանի որ մենք ժառանգն ենք նրանց, ովքեր կանգնելով անհաղթահարելի թվացող փորձությունների առաջ եղան հաղթողներ։ Մենք կրում ենք Սարդարապատը կերտողների, Արցախը ազատագրողների ժառանգությունը։ Մենք նրանց սերունդն ենք։ Փառք ու խոնարհում մայիսյան հաղթանակների պետականությունը կերտող մեր հերոսներին։ Շնորհավոր մայիսի 20-ում։ Այո, մենք կարող ենք եւ անելու ենք։ Շնորհակալ եմ։